Ճագար եղբայրը, նրա բարեկամներն ու թշնամիները։ Ճագար եղբոր ու նրա մեծ աչքերի մասին։ Անտառներում ու դաշտերում ապրող բոլոր կենդանի արարածները համոզված էին, որ ճագար եղբայրը շատ խելոք է ու խորամանկ։ Բայց այդ ճագար եղբորը չէր գոհացնում։ Նա ուզում էր ավելի շատ խելք ունենալ։ Պատահում է, որ մարդիկ իրենց կարիքից ավելի են ունենում և էլի գոհ չեն լինում։ Իսկ ճագար եղբայրը ուզում էր միայն ավելի խելոք լինել, և այդ հասկանալի է, բոլորովին էլ վատ ցանկություն չէ։ Չէ՞ որ նա անտառների ամենափոքր ու ամենաթույլ արարածն է։ Ուժեղ, դաժան գազանները կարող էին հեշտությամբ բռնել ու սպանել նրան։ Ահա թե ինչու ճագար եղբայրն ուզում էր ավելի շատ խելք ունենալ։ Ամբողջ աշխարհում միայն մեկը կարող էր օգնել նրան։ Այդ նրա պառավ հորաքույր Մեմմի-Բեմմին էր։ Նա մի կախարդ ճագար էր, շատ ու շատ իմաստուն։ Ապրում էր մի հեռու, խոր ու մութ ճահճում, որտեղ հասնելը շատ դժվար էր։ Բայց ճագար եղբայրը տեղ հասավ։ Անչափ հոգնել էր։ Նա նստեց հանգստանալու և քիչ հետո տեսավ, որ մի անցքից սև ծուխ է բարձրանում։ Ճագար եղբայրը ծուխը տեսավ, թե չէ, գլխի ընկավ, որ խոսելու ժամանակը եկել է։ «Հորաքույր Մեմմի-Բեմմի», ասաց նա, «ես երկար ճանապարհ եմ անցել ու շատ արագ եմ եկել։ Ուրախ եմ, որ վերջապես գտա ձեր տեղը»։ «Որդյակ Ռայլի, ինչ է եղել։ Ինչ է եղել, որդյակ Ռայլի», հարցրեց գետնի տակից լսվող մի ձայն։ «Հորաքույր Մեմմի-Բեմմի, ես ձեր օգնության կարիքն եմ զգում»։ Այդ ժամանակ պառավ կախարդ ճագարը ներս քաշեց սև ծուխն ու դուրս եկավ անցքից։ «Ինչ է եղել, որդյակ Ռայլի, որդյակ Ռայլի, ինչ է եղել», հարցրեց նա։ Ճագար եղբայրն ասաց. «Ես զգում եմ, որ դեռ բավականաչափ խելոք չեմ։ Մյուս գազանները ինձ այնքան են հալածում, որ վախենում եմ շուտով բռնեն ինձ։ Խնդրում եմ, հորաքույր Մեմմի-Բեմմի, մի քիչ ավելի խելք տվեք ինձ»։ Պառավ կախարդ ճագարը նստեց, դուրս փչեց սև ծուխը, նորից ներս քաշեց, մտածեց ու վերջը ասաց. «Ես կօգնեմ քեզ, բայց նախ դու պետք է ինձ համար մի քիչ գործ անես։ Տեսնում ես այ այն ծառի վրա նստած սկյուռիկին, որդյակ Ռայլի։ Գնա նրան ինձ մոտ բեր, որդյակ Ռայլի»։ Ճագար եղբայրը մտածեց ու ասաց. «Չնայած իմ գլխում շատ խելք չկա, բայց ես կարծում եմ, որ կբռնեմ նրան»։ Ասաց ու իր պաշարի տոպրակը դատարկեց։ Հետո երկու քար գտավ, տոպրակը գլխին գցեց, վազեց նստեց ծառի տակ։ Մի փոքր սպասեց ու քարերն իրար խփեց։ Շըխկ, սկյուռիկը կանչեց. «Էհեյ»։ Ճագար եղբայրը մի քիչ էլ սպասեց ու քարերը նորից խփեց իրար։ Շըխկ, սկյուռիկը մի քիչ ցած վազեց ու կանչեց. «Էй դու»։ Ճագար եղբայրը ձայն չհանեց ու քարերը խփեց իրար։ Շըխկ, սկյուռիկը մի քիչ ավելի ցած իջավ, կանչեց. «Էդ ո՞վ է»։ «Դիկի մեծ պարկն է»։ «Ինչ ես անում այդտեղ, այդ պարկի մեջ»։ «Ընկույզ եմ ջարդում»։ «Կարելի է ես էլ ընկույզ ջարդեմ»։ «Ինչու՞ չէ, քույրիկ Բեննի, փարթամպոչիկ, ցած իջիր, մտիր պարկի մեջ»։ Քույրիկ Բեննի փարթամպոչիկը սկզբում վախեցավ, մի քիչ տատանվեց, բայց վերջը մտավ պարկի մեջ։ Ճագար եղբայրը նրան վերցրեց տարավ իր հորաքույր Մեմմի-Բեմմիի մոտ։ Պառավ կախարդ ճագարը ազատ արձակեց սկյուռիկին ու ասաց. «Դու սրամիտ մարդ ես, որդյակ Ռայլի, բայց ես քեզնից մի այլ բան եմ պահանջում։ Ես ուզում եմ, որ դու բազե եղբոր պոչի փետուրներից մեկը բերես ինձ։ Դե շուտ արա, գնա ու բեր, որդյակ Ռայլի»։ Սակայն այժմ ճագար եղբայրը գնում էր մի քիչ դանդաղ, չէ՞ որ այդ փետուրը ձեռք բերելը հեշտ բան չէր։ Քիչ անց նա նստեց մի կոճղի վրա, վառեց իր ծխամորճը և սկսեց մտածել։ Հանկարծ վեր թռավ, վազեց աղվես եղբորը գտնելու։ Այդ օրերին
Նա ու Աղվես եղբայրը լավ բարեկամներ էին։ Միասին շատ ուրախ ժամանակ էին անցկացնում։ Երբ նա Աղվես եղբորը պատմեց իր ծրագրի մասին ու խնդրեց օգնել, Աղվես եղբայրը ծիծաղեց ու ասաց. «Այդ ես կանեմ»։ Դրանից հետո նրանք գնացին դաշտ։ Այստեղ Աղվես եղբայրը պառկեց գետնին Մասրենու թփի մոտ, ոտքերը ձգեց ու անշարժացավ։ Անշարժացավ, թե չէ, Ճագար եղբայրն իր գլխարկը գետնովը տվեց ու գոռաց. «Աղվես եղբայրը մեռել է, Աղվես եղբայրը մեռել է, հեյ ժողովուրդ, Աղվես եղբայրը մեռել է»։ Ձայնի վրա մի քանի կենդանիներ եկան, ուզեցին Աղվես եղբորը տուն տանել, բայց Ճագար եղբայրը ասաց. «Մենք պետք է սպասենք Բազե եղբորը, չէ որ նա է մեռել թաղողը»։ Այդ ժամանակ Բազե եղբայրը ամպերից ցած սավառնեց։ Այդ պահին, երբ նա մտածում էր, թե ինչպես ավելի լավ կլիներ վերցնել Աղվես եղբոր մարմինը, Ճագար եղբայրը գաղտագողի մոտեցավ պոչի փետուրներից մի ամբողջ փունջ պոկեց ու իրեն գցեց Մասրենու թփի մեջ։ Բազե եղբայրը շատ բարկացավ, վազեց Ճագար եղբոր հետևից, բայց Ճագար եղբայրը շատ արագավազն էր։ Մինչ Բազե եղբայրը կհետապնդեր Ճագար եղբորը, Աղվես եղբայրը վեր կացավ ու անհայտացավ։ Երբ Բազե եղբայրը ետ եկավ, այնտեղ արդեն ոչ ոք չկար։ Ճագար եղբայրը Բազե եղբորը տեսավ ու տեսավ, որ նա շատ արագավազ էր։ Մինչ Բազե եղբայրը կհետապնդեր Ճագար եղբորը, Աղվես եղբայրը վեր կացավ ու անհայտացավ։ Երբ Բազե եղբայրը ետ եկավ, այնտեղ արդեն ոչ ոք չկար։ Ճագար եղբայրը սպասեց, մինչև որ Բազե եղբայրը թռավ գնաց։ Հետո փետուրները տարավ իր պառավ հորաքույր Մեմմի բեմին ու ասաց. «Այժմ ինձ մի քիչ էլ խելք տվեք»։ Պառավ հորաքույր Մեմմի բեմին պատասխանեց. «Որդյակ Ռայլի, դու արդեն ավելի խելք ունես, երանի թե կարողանայի քեզ մի քիչ խելք տալ, բայց չեմ կարող, մինչև որ դու ինձ համար մի բան էլ չանես»։ Այնտեղ ճահճի եզերքին ապրում է շառաչող օձ եղբայրը։ Ես նրա թունավոր ատամներն եմ ուզում։ Դե ժամանակ մի կորցնի, գնա բեր, որդյակ Ռայլի։ Այս անգամ Ճագար եղբայրը պառավ Մեմմի բեմիից հեռանալով շատ դանդաղ էր քայլում։ Նա գիտեր, որ լուրջ գործ պետք է անի։ Դանդաղ գնում էր ու մտածում էր ու գնում։ Վերջապես գնաց Աղվես եղբոր մոտ։ Խնդրեց նրան կրկին օգնել իրեն։ Բայց Աղվես եղբայրն ասաց, որ այս անգամ որևէ բան անել չի կարող։ Գիտեք ինչքան վտանգավոր մարդ է շառաչող օձ եղբայրը։ Այսպես Ճագար եղբայրը տուն վերադարձավ ու Ճագար քույրիկին հարցրեց, թե ինչ անել։ Բայց սա ասաց, թե ինքն էլ չգիտի, թե ինչ անել։ Մի քիչ հետո Ճագար եղբայրը գնաց անտառ։ Նստեց մի կոճղի վրա, սկսեց ծխել ու մտածել։ Հանկարծ բարձրաձայն ծիծաղեց ու ձեռքերով ու ոտքերով ծափ տվեց։ Առանց ժամանակ կորցնելու նա սկսեց կպչուն խեժ ունեցող ծառ փնտրել։ Ճագար եղբայրը լավ գիտեր, որ այդպիսի ծառի կեղևը կտրելիս շատ կպչուն խեժ է դուրս գալիս։ Ման եկավ, եւ մի այդպիսի ծառ գտավ։ Շուտով բռունցքի մեծությամբ խեժի մի գունդ սարքեց։ Հետո գնաց կաքավ քույրիկի մոտ ու նրանից մի քանի հին փետուր խնդրեց, ասելով, որ ինքն ուզում է մի շատ գեղեցիկ բան պատրաստել։ Կաքավ քույրիկը նրան բազմաթիվ փետուրներ տվեց։ Ճագար եղբայրն այդ փետուրները շարեց խեժագնդի շուրջը ու մի կաքավիկ պատրաստեց։ Հետո մի երկար թել կապեց խեժագնդից, դրեց այն ծեր շառաչող օձի տան առջևից անցնող ճանապարհի վրա ու փոքրիկ կաքավին սկսեց քարշ տալ ճանապարհով։ Շառաչող օձ եղբայրը լսեց աղմուկը, դուրս եկավ պատճառն իմանալու, փոքրիկ կաքավին տեսավ, թե չէ, վազեց նրա հետևից։ Գիտեք, թե նա ինչքան շատ էր սիրում կաքավներ ուտել։ Ճագար եղբայրն ավելի ուժեղ քաշեց թելը։ Ծեր շառաչող օձը սողաց ավելի արագ ու արագ։ Վերջիվերջո նա ինչքան որ կարող էր լայն բաց արեց իր մեծ բերանը և երկար ատամները խրեց խեժի մեջ, որ այդպես խրված էլ մնացին։
Նա փորձեց բերանը բաց անել, բայց չկարողացավ։ Ապա սկսեց գալարվել, ոլորվել, պտտվել, կուտապ լինել, բայց անօգուտ։ Խփվում էր թփերին, մեծ աղմուկ անում, բայց այդ էլ չէր օգնում։ Ճագար եղբայրը մոտ եկավ։ «Վա, եղբայր շառաչող օձ, ի՞նչ է պատահել», հարցրեց նա, կարծես ոչ մի բանից տեղյակ չէր։ Շառաչող օձ եղբայրը մեծ դժվարությամբ պատմեց գլխի եկածը ու խնդրեց ճագար եղբորն իրեն օգնել։ «Չգիտես էդ ով է արել», հարցրեց ճագար եղբայրը։ «Ոչ, չգիտեմ, չեմ էլ ուզում իմանալ, թե ով է արել։ Միայն ուզում եմ ազատվել սրանից», պատասխանեց օձը և մեկ անգամ էլ խնդրեց ճագար եղբորը օգնել իրեն։ Ճագար եղբայրը նայեց նրա բերանի մեջ ու ասաց. «Էհե, եղբայր, սրանից ազատվելու համար միայն մի հնար կա, պետք է ատամներդ ջարդենք»։ Շառաչող օձին համաձայնվելուց բացի ոչինչ չէր մնում։ Ճագար եղբայրը հանեց իր գրպանի դանակն ու հեռացրեց օձի ատամները։ Դեռ ծերոցը տեղից չէր շարժվել, նա ատամների հետ մեկտեղ պոկեց խեժագունդն ու սլացավ իր հորաքույր Մեմմի Բեմմիի մոտ։ Երբ կախարդ ճագարը տեսավ նրա շառաչող օձի թունավոր ատամները ձեռքին, ասաց. «Այդպես, որդյակ Ռայլի, կարիք չկա, որպեսզի դու ավելի խելք խնդրես։ Ես ավելին քեզ չեմ տա, որովհետև դու արդեն շատ ունես։ Իսկ եթե ավելի շատ խելք ունենայիր, դու անտառների ու դաշտերի բոլոր կենդանիների համար վտանգավոր կլինեիր»։ Երբ նա վերջացրեց, ճագար եղբայրը շատ հպարտացավ։ Սկսեց պարծենալ, թե ինքն ամենախորամանկ մարդն է աշխարհում։ Ինչքան շատ էր պարծենում, այնքան շատ էր ինքն իրեն կորցնում։ Նույնիսկ ասաց, թե ինքն ավելի խելոք է, քան իր պառավ հորաքույր Մեմմի Բեմմին, որովհետև նա իր համար ոչինչ չկարողացավ անել։ Իսկ ինքը, ճագար եղբայրը, կատարեց այն բոլորը, ինչ նա խնդրել էր։ Սակայն ինչպես ձեզ հայտնի է, այդ ճիշտ չէ, որովհետև հենց հորաքույր Մեմմի Բեմմին էր, որ ցույց տվեց ճագար եղբորը, թե նա կարող է պաշտպանվել իր թշնամիներից։ Բայց ճագար եղբայրը չհասկացավ այդ դասը, չնայած շատ խորամանկն էր։ Այնպես որ պառավ հորաքույր Մեմմի Բեմմին տեսավ, որ անհրաժեշտ էր մի ուրիշ դաս էլ տալ նրան։ Նա բռնեց ճագար եղբոր կոկորդից ու սկսեց թափահարել, ասելով. «Երբեք մի կորցնի, որդյակ Ռայլի, երբեք մի կորցնի քեզ, որդյակ Ռայլի»։ Այնքան երկար, այնքան ուժեղ էր թափահարում, որ նրա աչքերը թռան ճակատը ու այնտեղ էլ մնացին, որովհետև ճագար եղբայրն այդ դասը երբեք չմոռացավ։ Ահա թե ինչու ճագար եղբայրն ու նրա բոլոր երեխաները մեծ աչքեր ունեն։ Այստեղ մենք ավարտում ենք մեր պատմությունը, բայց մի բան կա ավելացնելու։ Պառավ հորաքույր Մեմմի Բեմմին ճագար եղբորը բաց թողնելով ասաց. «Կյանքը քեզ մի քանի դասեր էլ կտա։ Դու խելոք կդառնաս միայն այն ժամանակ, երբ այդ դասերը լավ կսերտես»։ Այդ իսկապես շատ ճիշտ էր, որովհետև կյանքը շուտով մի քանի լավ դասեր տվեց, որոնց օգնությամբ նա իմացավ, թե ովքեր են իր իսկական բարեկամները ու ովքեր թշնամիները։ Բայց այս դասերից հետո նա իսկապես դարձավ խելացի և այլևս ոչ ոք նրան խաբել չէր կարող։